Ալավերդու հայպետշին թաղամասի գծանցի փակվելուց հետո մարդկանց երթևեկությունն ավելի հարմարավետ դարձնելու համար արդեն մի քանի օր է գծանցի մոտ գտնվող հետիոտնային կամրջի վրա շինարարական աշխատանքներ են կատարվում։ Աշճանների համար ուրեմն լայնացնում ենք, սա նախատեսված չեղել, որ մենակ հետիոտի համար նախատեսված էր, մենք լայնացնում ենք մոտ 50 սանտիմետրով, որ կալյասկաների համար հարթակ սարքենք, որ մարդիկ ինվալիդները, երեխաների կալյասկաները կարող են բարձրացնեն, իջացնեն, որ գիծը փակվում է, մեծամասամբ անցել են այս գծի մեջով։ Կամրջի շինարարական աշխատանքներում այսօր 6 մարդ էր ներգրավված, թեև շինարարներն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ, սակայն դեռևս պարզ չէ, թե կամուրջը եւ վերջնական տեսքի կբերվի։ Կատարում ենք բոլոր հարավերկաթողու Վանաձորի մասնաճյուղ գծի ուղի մասի միջոցներով։ Աշխատում ենք, որ շատ արագ սեղմ ժամկետում, որովհետև արդեն փակել ենք այնտեղ։ Այսուհետ երթևեկությունն այստեղ ավելի շատ է լինելու, սակայն Վարդան Ղազարյանն ասում է, որ անհանգստանալու պատճառ չկա, քանի որ կամուրջն անվտանգ է։ Դա ընդհանրապես բոլոր կամուրջներն իրանց առանձնականությունն ունեն, շարժողականությունը, դա անվտանգ է, դա շարժումը ոչ մի բան չի նշանակում, որ վտանգավոր է։ Աշխատանքները շարունակվում է, այս հնապատերը պետք է լրիվ պատրաստենք, բարձրացնենք այն կողմը, ուղղում ենք, պետք է սավաղենք, ներկենք։ Կատարվող շինարարական աշխատանքների պատճառով, սակայն կամրջով անցնելը դժվարացել է։ Դե հիմա այստեղ դժգոհելու ուրախանալու առիթ չկա։ Մեկը կուրախանա, մյուսը կդժգոհի։ Ժողովուրդը պոլիկլինիկա են գնում, հիվանդանոց են գնում։ Վերջի հիվանդ մարդիկ են գնում են գալիս են։ Էս ինչ վիճակ է։ Կամերստի վերևը կսարքեն նոր սվարկեն գլխներ ուսեր դառնամ։ Ասեմ ջահելները կարող են բցանան գան, բայց մեծերը սրանք ինչ են անի, մեղքը չեն։ Հմենակ ես այդքան մեծ չեմ, բայց իմ շուրջն էլ կտրվեց, մինչև գնացի եկա։ Ինձ թվում է շատ լավ բան է, որ փակվել է, որովհետև շատ դեպք էր բան պատահում, այլ մարդիկ շատ դժվար են անցնում այդ ճամփով։ Մանեղ Լոբուզյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։